Ողջույն ընկերներ, այսօր անկախ ոդկասթի առաջին հյուրն է ադրբեջանագետ պատմական գիտությունների թեկնածու Տաթև Հայրապետյանը։ Ընկերներ, գրանցվեք իմ ու Տաթևի սոցիալական էջերին, դրանք կցված կլինեն վիդեոյի ներքևի հատվածում, ինչպես նաև կարող եք աջակցել ինձ Patreon-ում։ Ես շատ գնահատում եմ ձեր աջակցությունը, քանի որ այս ողջ նախագիծը մեր սեփական միջոցների հաշվին է գնում։ Ձեր աջակցությունը ընդհանրապես չէր խանգարի այս կարևոր գործում, նաև մարդկանց, ինչպես Տաթևն է սիրում նշել, իրենց ուղեղների համար պայքարի շրջանակներում։ Այնպես որ մենք պետք է տարածենք մեր ազգային գաղափարները, պետք է տարածենք հայ ազգի շահերից բխող գաղափարները, իսկ դրանց հովանավորը կարող եք լինել հենց դուք։ Ողջույն Տաթև ջան, շնորհակալ եմ ընդունելու համար իմ հրավերը։ Ես եմ շնորհակալ հրավերի Ու համար։ ամենաառաջին հարցը, որի մեջ առաջանում է, ընդհանուր առմամբ ես ծանոթացել եմ քո գործունեությանը, նա է եղել, որ ոնց է այս արտաքին շատ նուրբ աղջկա մեջ ոնց որ կենտրոնացած համել են ամենակարծր հանրային գործիչներից մեկը, ոնց ես դու այդ ամեն ինչը կարողանում համադրել ու այդ ամեն ինչը գեղեցիկ տրամադրել, էլի, որովհետև ես տեսնում որ շատ լուրջ վերլուծություններ էլ նաև քո Facebook-յան էջում կարող տեսնել գեղեցիկ նկարների հետ զետեղված։ Շատ շնորհակալ եմ ջերմ խոսքերի համար։ Իրականում ենթադրում եմ, կարծում եմ ամեն դեպքում իմ սյունեցու արմատները իրենց դերը խաղացել են իմ դիրքորոշումների մեջ, բայց առհասարակ ցանկացած մարդ իր կյանքի տարբեր փուլերում ենթարկվում է փորձությունների, ու այդ փորձությունները նաև հենց մարդու համար ինքը հասկանալու որքանով է ինքը ամուր, որքանով է ինքը, այսպես ասած, կոտրվում, որքանով է պատրաստ զիջել իր արժեքները, արդյոք դրանք այնպիսի արժեքներ են, որոնց հարցերում ինքը զիջման պատրաստ է, թե ոչ։ Օրինակ նույն 18 թվին դրան հաջորդող զարգացումները 20 թվի պատերազմը, այսինքն իրավիճակ կա, որտեղ միգուցե դու պայմանական ասած ինչ որ սկզբունքներ մի կողմ կդնես, լավ կարիերա կանես, կասես դա շատ լավ է, ես չգիտեմ, երիտասարդ եմ, 30-32 տարեկան, ինչի ես ամբողջը թողեմ։ Այդ ընտրությունների մեջ դու նաև սկսում ես ճանաչել ինքդ քեզ, հասկանալ ինքդ քեզ, որքանով այդ ամենը քեզ համար կարևոր։ Եթե կարևոր է, կատարում ես բավականին բարդ, քո կյանքը բարդացնող ընտրություններ, բայց դու շատ ավելի հաշտ ու խաղաղ ես ինքդ քեզ հետ։ Ես կարծում եմ դա ինձ հաջողվել է, ես ուրախ եմ այդ կապակցությամբ։ Ես կարամ հավաստեմ, որ ըստ իս միանշանակ հաջողվել է, ու իմ մոտ էլի այսպեսի մի հարց կա, դու եղել ես ժամանակին ԿՊ-ի անդամ ու անգամ ազգային ժողովի падգամավոր, ու իմ մոտ հարց առաջանում, եթե այս պահի դրությամբ դու կարող ես շատ գեղեցիկ մի նախարարի սենյակ զբաղեցնել, ինչն է քեզ ստիպել հրաժարվել այդ հնարավորություններից, այսպես ասենք, ու անցնել լրիվ հակառակ դաշտ, տանել, այսպես ասենք, շատ դաժան պայքար, ու պետք է ասեմ նաև շատ հնարավորություններից ակնհայտորեն զրկող պայքար, շատ տեղերում դռներ փակող պայքար, որն է էլի շարժառիթը քո։ Իրականում Արցախի հարցը իմ ամբողջ գործունեությունը համասարանական տարիներից սկսած դրան հաջորդող շրջանում ես զբաղվել եմ կոնկրետ Ադրբեջանով, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցով, ես շատ բազմիցս եղել եմ Արցախում իմ աշխատանքի բերումով, իրապես շատ սիրել եմ, ոչ թե ասենց բառերով, այլ խորապես իմ մտքով եւ սրտով, եւ այն ամեն ինչ ինչ տեղի ունեցավ 20 թվականի դրան հաջորդող պատերազմից հետո ինձ վրա խորը հետք է թողել, ինձ մեկ-մեկ թվում է ես այդ ընթացքում մի 10 տարով միանգամից մեծացա, ու դա հենց այդ փորձությունն էր ինձ համար, այսինքն ինձ համար դա շատ ավելի կարևոր էր, քան ցանկացած այլ բան, ինչ կարող էր ինձ առաջարկվել։ Շատերը մինչև հիմա ինչ որ իշխանական կեղծ օկտատերեր կամ ինչ որ մարդիկ մտածում են, որ իբր ինձ դուրս են թողել կամ եւ այլն, տենց կարծիք են հայտնում, իրականում բոլորը հստակ նույն քանդակ պետությունը կուսակցության մեջ, ԿՊ-ի մեջ, որ դա հստակ եղել է։ Ես նոյեմբերի 9-ից հետո հստակ արտահայտել եմ դիրքորոշում, որ Նիկոլ Փաշինյան չի կարող մնալ վարչապետ, արտահայտել եմ սկզբունքային տարաձայնությունները, բազմիցս տարբեր ձևերով պայքարել եմ, որ իր իմպիչմենտին հասնենք, որովհետև ես կարծում եմ, եթե դու այդ ազգային ժողովի падգամավոր ես, դու ունես հստակ պարտավորություն, դու անձից կախված չես, դու կոնկրետ հաշվետու ես ժողովրդին, ու այդ պահին կար լուրջ ճգնաժամ։ Ամեն դեպքում ես իմ որոշումները կայացրել եմ, եւ նույն Նիկոլ Փաշինյան հոյակապ այդ ամենից տեղյակ է, ու ես ուղիղ իր աչքերի մեջ նայելով եմ ասել, որ ես կարծում եմ պարտված ղեկավարը որևէ հաջողելու շանս չունի, եւ այդ որոշումները, այո, բազմաթիվ դռներ են իմ առջև փակվել, ես պետք է դա ընդունեմ, բայց միևնույն ժամանակ ասում եմ, երբ որ մարդը ինքը իր հետ հաշտ ու խաղաղ է,
իր առջև բացվում են նոր հնարավորություններ, նոր տարբերակներ ու նաև երևի այն, որ ես շատ մեծ ջանք եմ գործադրել որպես մասնագետ կայանալու, ես շատ համառել եմ, ես շատ աշխատել եմ ինձ վրա, դա ինձ նաև օգնել է, որ ամեն դեպքում իմ պրոֆեսիոնալիզմը երբեք որևէ ձևով չի ստվերվել այս ամբողջ ընթացքում։ Հա, միանշանակ ես թվում է, եթե դու մնայիր այդ հնարավորություններից կոպիտ ասած օգտվեր, նաև դեմք դեր կորցնել, որպես մասնագետ էլ ումա պետք լինելու ադրբեջանագետ, ով մարդկանց հեքիաթը պատմելու, ոչ չգիտեմ։ Դե ադրբեջանագետ, որ ասենք ուսումնասիրի Ալիևի ատելության խոսքը, հետո գասի գիտեք ինքը այնքան է խաղաղություն ուզում ժողովրդին, էս էլ հանձնեք համարյա արդեն վերջն է, դե տենց ձեռս առնում ինքդ քեզ էլի իր։ Հա, դա արդեն ինքդ քեզ դավաճանելն է, էլի։ Ինչը ես կարծում եմ, այն կուսակցության ներսում մարդկանց խորտ չի, իհարկե, որովհետև շատերը կային, որ ժամանակին լրիվ այլ բան էին խոսում, այլ բան։ Բայց ինչևէ, կուզեի իմանալ, ինչպես ստացեց, որ դու հենց ադրբեջանագետի մասնագիտություն էլի ոչ թիրի, որտեղից սկսեցի հետաքրքրվել հենց մեր, այսպես կոչենք, արդեն բարեկամ ճակերտավոր հարևանի բաներով, էլի քաղաքականությամբ, ներքին հարցերով։ Դե ես պատմության ֆակուլտետում եմ սովորել ԵՊՀ-ի, հենց այնտեղ մենք ունեինք հարակից երկրների պատմության ամբիոն, որը ուսումնասիրում էր Հայաստանի հարևան պետությունները, նրանց պատմությունը, քաղաքականությունը եւ այլն։ Այն ժամանակ իմ ուսանելու տարիներին բավականին արդեն համարյա 20 տարի առաջ, մի 18-20 տարի առաջ, շատ ավելի մոդեռն էր, ասենք, սպաղվել լուրջ էր համարվում Թուրքիայով, չգիտեմ, Իրանով եւ այլն, բայց ոչ Ադրբեջանով եւ այդ ընդհանուր իրավիճակը տեսնելով նա դասախոսներ ունեի, որոնք խորհուրդ տվեցին իրապես խորապես գնալ հենց այդ ուղղությամբ։ Հետո ես նաև մասնավոր կուրսեր վերցրեցի լեզվի, որովհետև առանց լեզուն իմանալու չես կարող այդ այսինքն դու հասկանում ես հենց ադրբեջանին։ Այո։ Եվ բայց հետագայում պետք է ասեմ, որ նույն ամբիոնի վարիչը Լուսահոգի Հայրապետ Մարգարյան, ինքը վրացագետ էր, ինքը բացեց առանձին ադրբեջաներենի վրացերենի բաժին, ես այնտեղ դասավանդել եմ մի կարճ ժամանակ, որտեղ կոնկրետ ավելի նեղ մասնագիտական ուսուցում էին ստանում։ Եվ հիմա պետք է ասեմ, որ ունենք երիտասարդներ, որոնք մասնագիտացած են, բայց քանի որ պետությանը մեր ներկայիս պետք չի այդ մասնագիտությունը, ես կարծում եմ, շատերը ոչ երևում են, ոչ էլ։ Հա, ճիշտ ասած ինձ համար շատ զարմանալի է, որ մենք այսքան տարի շարունակ չենք ունեցել նորմալ այդպիսի ֆակուլտետներ, անգամ ոչ թե մի ֆակուլտետ, այլ պետք է շատ տեղերում այդպիսի ֆակուլտետներ լինեին, անգամ տնտեսագիտության բաժիններում, օրինակ ինձ համար տարօրինակ է, որ մենք ընդհանրապես Ադրբեջանի տնտեսագիտություն չենք ուսումնասիրում, մեր մոտ այդ նյութ չի եղել ուսումնասիրության, որովհետև նկարան բերել, ես հիշում եմ, որ ես նոր պետքա բանակ զորակոչվեի, բացել էի բառարանը, գտել էի ադրբեջաներենի այդ ինքնուսույց ու կարդում էի, որ հասկանամ էլի ինչ է, իհարկե կարճ ժամանակ եմ մտածել, մի ամիս եմ մնացել, բարակ գնալ պես չասեցի, ինչ-որ բառեր սովորեցի, բայց օրինակ մենք տեսնում ենք, որ հենց Ադրբեջանում մեկը բավականին խորապես, ինչքանով որ ես եմ տեսնում, այդ նյութերից public հասանելի, հանրային հասանելի նյութերից իրենք ուսումնասիրում են հայոց լեզու, իրենք ուսումնասիրում են անգամ մշակույթը Հայաստանի, անգամ շատ բաներ են էլի, այսինքն իրենք շատ ավելի ճանաչում են մեզ, քան մենք իրենց ու նաև կարծում եմ դրանում էլ է խնդիրը, քանի որ կներես ոչ միայն մենք իրենց, այլև մենք ինքներս մեզ անգամ երբեմն։ Հա, միանշանակ համաձայն եմ։ Ու հենց պատերազմի դրվագներից էլ շատ բաներ, պատմություններ էլ ես լսում, ինքս էլ պատերազմի մասնակից եմ, բայց այդ ադրբեջանցիների հետ այդպես չեմ բան արել, էլի դեմ դիմաց չեմ այդպես, բայց շատ եմ պատմում, որ իրենք լավ հայերենի էին տիրապետում, այդ ժարգոնային խոսքի էին տիրապետում, նաև շատ հաճախ այդպես մեզ խաբել են դրանով, որ մեր զինվորները չեն կարողացել տարբերակել, որ սրանք ադրբեջանցիներն են, այսինքն իրենք լավ ուսումնասիրել են, լավ պատրաստել են դրան, իսկ մենք փաստացի չենք պատրաստվել, ադրբեջաներեն չենք ուսումնասիրել, ինձ թվում է դա պետքա օրինակ դպրոցական ծրագրում պետքա թուրքերեն էլ լինի, ադրբեջանել լինի, հնարավորություն լինի դրանք ուսումնասիրելու։ Բայց ինչևէ, երևի անցնենք արդեն մեր ավելի բան նյութերին, վերջին դեպքերին տեղի ունեցած Նիկոլ Փաշինյանը վերջերս Տիգրանաշենը անվանեց քյարքի ու շատ էսպես վստահ տոնով ասաց, որ դա Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ է գտնվում, չնայած որ ինքը դեռևս մեզ որևէ իրավական հիմք դրա համար չի ներկայացրել, դեռևս մի քանի տարի առաջ ինքը պնդում էր, որ իրավական հիմքեր չկան դրա համար ու ընդհանուր առմամբ, գիտես, սահմանազատման մասին էլ խոսենք այս կոնտեքստում, քանի որ անընդհատ սահմանազատումից են խոսում, բայց մեզ դեռևս քարտեզ ցույց չեն տվել, հստակ ասեմ, որ ժողովուրդ գիտեք, սա քարտեզն է, այսքան տալիս ենք ու վերջ։
Այսինքն փաստացի ես ենթադրում եմ կան բազմաթիվ քարտեզներ ու ամեն անգամ Ադրբեջանն ընտրում է իր համար ամենալավ տարբերակը, ամենաշատը արտահայտող ադրբեջանական շահը, որ հնարավորինս շատ բարձունքներ, ռազմավարական օբյեկտներ դրանք իրենց մեջ ներառն ու նաև Հայաստանի Հանրապետության համար կրիտիկական ինչ-որ հանգույցներ, որ այնտեղ լինեն ու դրանցով իրականացվում է սահմանազատումը։ Ինչ կարծիք ունես հենց Տիգրանաշենի մասով, որն է ըստ քեզ Տիգրանաշենի կարևորությունը ու ինչի է Նիկոլ Փաշինյանը հիմա սկսել խոսել այն հանձնելու մասին։ Տեսեք, իրականում ես կարծում եմ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի դեմ որպես առաջին քայլ իրականացնում է հստակ մշակված հիբրիդային պատերազմ, որովհետև ամեն ինչ սկսում է խոսքից։ Տեսեք, մենք այսօր նստած քննարկում ենք Տիգրանաշենի հետ կապված թեմաներ, կքննարկենք տարբեր ռակուրսներից, ինչ կարևոր հանգույցի վրա է գտնվում եւ այլն, բայց շատ ունիկալ է, որ երբեք Ադրբեջանում մի անգամ չքննարկեցին օրինակ, որ Արցախաշենը հանձնելու են Հայաստանին։ Մի անգամ չքննարկեցին, որ գիտեք ջերմուկում Ես ավելի քան վստահ եմ, որ չեն հանձնելու։ Եվ եթե թույլ տաս այս ջերմուկի բարձունքների հետ կապված, քանի որ խոսակցություն գնաց, կուզեմ մի մեջբերում անել։ Ես կարծում եմ դա շատ հետաքրքիր մեջբերում է, քեզ մոտ շատ լավ է ստացվում, ասեմ, որովհետև անընդհատ այդ մեկ էլ ես ինչ որ փաստ որ պետքա բերեմ, ինչ են ասել, ինչ եմ արել, մտնում եմ քո էջից նայում եմ, ինչ ամսաթվով ոնց հասպե է։ Ես անկեղծ պետք է ասեմ, ես չգիտեմ ինչպես է, երևի դա իմ ուղեղը այնքան աշխատել է թեմայով, որ ես հենց հանկարծակի հիշում եմ գրեթե բառացի Ալիևի խոսքերը։ Եվ հետո համադրում եմ, այսինքն Փաշինյանին լսում եմ նոր, հետո մեկ էլ ասում, բայց սա միտեղ լսել էի, բարձում Ալիևն էր ասել։ Այս ջերմուկի հետ կապված 24 թվականի հունվարին հարցազրույց ունի, որտեղ ասում է ես ուզում եմ այս բանը ասեմ, ջերմուկ քաղաքը, որի իրական անունը Իսթիսու է։ Դա հիշում եմ, ասում եմ, եթե ես քարքի չասեմ, դա պրովոկացիա է, սկնալեվը, եթե ջերմուկին ասում եմ Իսթիսու, դա պրովոկացիա չի։ Բա ինչու եք Արցախ ասում եք դեպքում Ղարաբաղին, չէ՞, մեզ էլ 30-ով են տալիս։ Ասում են դուք ասում եք դրա համար են իրանք ասում։ Դա մեր արժև էր եւ մենք իբր թե մեր նպատակն էր այդ բարձունքները վերցնելը ու այստեղ ինքը շատ հստակ ասում է ինձ այդ ժամանակ ես այս խոսքը շատ եմ սիրում ասում է եւ մի եվրոպացի ինձ այդ ժամանակ զանգահարեց եւ ասեց դու ունես արբանյակ ամեն ինչ դիտարկի քո արբանյակից ես ասացի իմ աչքերն են իմ արբանյակը եւ ես պետք է տեսնեմ թե ինչ է կատարվում Հայաստանում այսինքն իրականում 22 թվականի ներխուժման ժամանակ իրենք ոչ թե ինչ որ զուտ տարածքային օկուպացիան այլ կոնկրետ կարևոր բարձունքներ են վերցրել որով վերահսկում են Հայաստանի միջպետական սահմաններ օրինակ Իրանից ինչ եկավ ինչ անցավ գնաց եւ այլն հիմա վերադառնալով Տիգրանաշենին Տիգրանաշենը կարևոր միջպետական սահմանի վրա է գտնվում միջպետական մայրուղու վրա է գտնվում եւ կապում է Հայաստանի հյուսիսն ու հարավը եւ կապում է նաեւ Հայաստան-Իրան կապուղու վրա է գտնվում ու ամեն ինչ սկսում է ասում եմ հիբրիդային պատերազմից երբ մենք սկսում ենք քննարկել երբ մարդկանց արդեն այնտեղ ապրող մարդկանցից մի մասը արդեն ճամպրուկներն է հավաքում դե մեզ հանձնել են մեզ տվել են եւ այլն ու այդ խոսակցության մեջ կորում է իսկական բայց ինչ ենք մենք սա առհասարակ քննարկում կամ ինչպես դու ասացիր այդ որ քարտեզն եք դուք մի հատ բերեք հասկանանք որ քարտեզով իրականացրեցիք իրանցուն սահմանագծում սահմանազատումը որ թվի քարտեզն է դա այդ թեմաներով պետք է ասեմ որ հանրային դաշտում նախկին մի պարման Թաթոյանը բավականին լավ փաստական նյութ է ներկայացնում ու հետք լրատվականն է շատ լավ նյութեր գրում եթե մեզ ունկնդրողներին հետաքրքրի թող ստուգեն այդ նյութերը փաստական կոնկրետ քարտեզներով նյութեր են եւ այստեղ շատ կարեւոր է անվտանգության տեսանկյունից այդ տարածքները որտեղ են գտնվում եւ ի վերջո քո ասած հարցն է իսկ ինչ ենք մենք դա հանձնում Դուք եկել ասում եք Ժորժ ջան խաղաղությունը օգոստոսի 8-ին նախաստորագրեցինք ամեն ինչ կարգավորվեց ընտիրյա մենք всё մոռացել ենք Արցախեջն է փակել են գնացել է մեկ է անցնում մի տարի գալիս ասում ես բայց եթե մենք այդ չտանք պատերազմ կլինի այսինքն ինչ է ձեր խաղաղության մեջ պատերազմի սպառնալիքները այսքան շատ ու ինչի երբեք կրկնում եմ ադրբեջանական հանրության մեջ ոչ միայն չեն քննարկում որ գիտեք Ժորժ Արցախաշենը դա հայկական գյուղ է Մենք երբ պետք է ինչ-որ բայ հետ տանք, կամ եթե չենք ուզում հետ տանք, ուրեմն պետք է մնացած տարածքներ կապված թեման փակվի։ Կամ գիտեք, մենք ջերմուկում բարձունքներ ենք վերցրել 22 թվականին, բայց ասում են, բայ, ձեր երկիրը մեզ է պատկանում, ձեր երկիրը մեր պատմական հողն է ամբողջությամբ։ Ու սրան Նիկոլ Փաշինյանը պրովոկացիա չի համարում։ Եթե այդ իրենց ավտողական քաղաքականությունից էլ մի կողմ գնանք, զուտ տնտեսական հարցերի մասին խոսենք, ու նաև ռազմավարական օբյեկտների Ալիևը օրինակ էս վերջերս հայտարարեց ասաց որ արդեն իրենց մասնագետները հետազոտություններ են կատարել Հայաստանի պետության տարածքում հայ ժողովուրդը դրանից տեղյակ չի
ասենք, էլի Այո, նշենք։ երեք էլ կներես այդ ամբողջ խառը լրահոսի մեջ կորավային, որ Բերձորում փաստորեն հանդիպել են ու կրկին քննարկում են այդ հարցերը։ Ու նշեմ էլ, որ տկյան նախարարության հայտարարությունը, որ գիտես, ինչ կերպ գրված էր Ադրբեջանի Լաչին քաղաքում։ Այսինքն Դե պարզ է, ուրիշ ինչ պետք է գրեին։ դու կարող էին ուղղակի Հիմա լավ գոհլնենք, որ չի գրել Ադրբեջանի Քյարքի գյուղով անցավ, չգիտեմ, այսինչան, այսինչի մեքենան։ Գոհլնենք, որ այդ չեն գրել։ Կամ օրինակ չեն ասում, որ չգիտեմ Ադրբեջանի կարծիքով բասարկե չարում, չգիտեմ, եւ այլն, չէ, արդեն չսկսեն ներկայացնել հենց իրենց այդ նարատիվները, չնայած իրենք լավ էլ ակտիվորեն տարածում են ու ներկայացում են այդ նարատիվները ու մեզ փորձում են նորմալիզացնել, հենց դու էլ շատ ես խոսում, չէ, դրա մասին, որ ասում ես զավթողական ծրագրերը դրանց պետք է կոչենք, իհարկե այդ կոչը մի հատ կանենք մեր հաղորդման ընթացքում, մարդիկ տարբեր են այդ ամեն ինչը, ու հա այս մասով շատ կարևոր բանի մասին խոսեմ, ուրեմն Հայաստանի Հանրապետության ատոմակայանի հենց Ալիևը ինքը անդրադարձավ ատոմակայանին, ասաց, որ հայրի ինչին է պետք ատոմակայանը, մենք իրենց էլեկտրականությունը կտանք, շատ էսպես ինքը առատաձեռն, շատ էսպես բարի մարդ է, էլի ուզում է մեզ էլեկտրականություն տալ ու արդեն իսկ որոշել են, որ ատոմակայանը պիտի փակվի, չշահագործվի ու Նիկոլ Փաշինյանը դրան որևէ պատասխան չտվեց, այսինքն ես ոչ միայն ենթադրում եմ, ես համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանը հաշտ է մտքի հետ ու մինչև 2036 թվականներ չէ, կարծեմ շահագործումը մեր ատոմակայանի Հայաստանի Հանրապետության էլեկտրականության 40% արտադրվում է մեր ատոմակայանում ու եթե հաշվի առնենք, որ ատոմակայանի կառուցման համար 5-ից 10 տարի ժամկետ է պետք, մենք արդեն իսկ պետք է սկսենք կառուցել, որտեղ 2036-ին արդեն ուշ է լինելու։ Ու այդքանը վերցնելով, ոնց որ հաշվի առնելով պետք է ենթադրենք, որ իրենք արդեն հաշտեն, որ մենք ատոմական չպիտի ունենանք։ Եկել մի բան էլ ասեմ հենց ռուսերների հետ հարաբերությունների մասով, ես կարծում եմ, որ հենց ատոմակայանը կարող է այդ իրենց հետ ռեստարտի հարաբերությունների ռեստարտի լավ կետ լինել, որ էլի իրենք, քանի որ տեխնոլոգիաները լավն են իրականում ռուսականում, հենց այդ կետում կարելի է ինչ-որ համագործակցություն գտնել, ես կարծում եմ հենց ռուսական ատոմակայանի, բայց ինչու՞ միայն ռուսական, մեզ քանի որ էլեկտրականություն շատ է պետք, ու իրենք շատ են չէ խոսում օրինակ գործարանի մնացած բաների մասին, էլեկտրականության պահանջարկը աշխարհում ընդհանուր առմամբ մեծանալու է, Իրանը միշտ ունի պահանջարկ, մենք կարող ենք այդ էլեկտրականություն գազի դիմաց մենք բան ունենք, չէ, համաձայնագիր ունենք, որ բան ենք անում, փոխանակում ենք, օրինակի համար մենք կարող ենք ինչի մենակ ռուսական, թող ամերիկյանն էլ լինի, թող ֆրանսիականն էլ լինի, վերջի մարդիկ շատ են վախեցած ատոմային էլեկտրականից, բայց ինքը ամենամաքուր էներգիայի տեսակներից մեկն է, որ հնարավորինս քիչ բաներ է, էլի արտադրում է, այդպես ասենք, թափոններ ու ընդհանուր առմամբ չի ախտոտում միջավայրը, այնպես որ ատոմային էներգետիկան ինքը շատ լավ ճյուղ է, այդ մասով։ Եթե թույլ տաս մի քանի հարցով մեկնաբանություն անեմ, նախ Ալիևը ուղիղ միջամտում է Հայաստանի ներքին գործերին եւ չի ստանում պատասխան։ Դեռ մի կողմ թողենք ատոմակայանի թեման, առհասարակ ինքը միջամտում է Հայաստանի ներքին գործերին։ Իրենց նախաստորագրված պայմանագրի տեքստով պետությունները իրավունք չունեն միջամտելու միմյանց ներքին գործերին։ Բազմիցս գալի ոտերով կոպիտ ասած մտնում Հայաստանի ներքին գործերի մեջ, ոչ մի արձագանք չկա։ Ռուսաստանից մեծ հայտարարություն է գալի, բոլոր պաշտոնյաները որոշում են ինքնիշխան կերպարների մեջ, sense թուրքեծակին հեծնած պատասխանը չեմ հասկանում, այդ ինքնիշխանություն չի, կնոպկով միանում, անջատվում, հենց Ադրբեջանն է հասնում, ոչ մի ձև չի միանում։ Կան Ադրբեջանում է գտնվում։ Ըստ էության։ Մյուս մասով այդ որ խոսացիր AI գործարանների մասին, ես իհարկե այդ մասով մասնագետ չեմ, բայց հստակ հասկանում եմ, որ դրա համար մեծաքանակ էլեկտրաէներգիա է պետք։ Ու շատ կարևոր բան ասացիր, ասացի Ռուսաստանի հետ հարաբերությունների մասով։ Իսկ միգուցե այդ առումով Հայաստանը կարող է դառնալ ոչ թե առճակատման, այլ համագործակցության կետ, այսինքն էլեկտրաէներգիան կա մի տեղից, AI գործարանները մի տեղից, եւ այդ դեպքում դու Հայաստանի շուրջ հստակ անվտանգային միջավայր ես ձևավորում, երբ որ ոչ մեկին ձեռնտու չի Հայաստանի վրա հարձակվելը, որ Հայաստանի վրա հարձակվեն, որ Հայաստանի հետ կապված խնդիրներ առաջանան անվտանգային, դու այդ համադրությունների ճանապարհով ես գնում, որովհետև 20 թվականի պատերազմից առաջ մեծ հաշվով Ալիևը կոնսենսուս էր ձեռք բերել այդ պատերազմի շուրջ։ Ինքը երկար աշխատել էր տարբեր դերակատարների հետ, որ երբ որ հարձակվեր, լինեին զուտ հայտարարություններ եւ վերջ եւ ինքը դրան հասավ։ Նույնը Հայաստանի հետ կապված, եթե դու այդ անվտանգային միջավայրը ստեղծես, ինքը ոչ մեկ չի կարող պայմանավորվել ոչ հյուսիսում, ոչ հարավում, ոչ արևելքում, ոչ արևմուտքում։ Ուստի նույնիսկ աչքովս ընկավ, ես իհարկե այդքան նյարդային պինդ համակարգ չունեմ Փաշինյանի բոլոր ելույթները տեսնելու, բայց ես տեսա, որ ինքը ատոմակայանի հետ կապված որոշ հայտարարություններ արել էր կրկին ադրբեջանական խոսույթների շրջանակներում, այսինքն դե հա, մենք պետք է հասկանանք, որ այնտեղ վտանգներ կան եւ այլն, ամբողջությամբ կրկնելով ադրբեջանական թեզերը։ Մեծ հաշվով ինքը մի քիչ sense նյուանսներով ինքը ադրբեջանական խոսույթներ է
ազգային ժողովի ամբիոնից հնչեցնում։ Ես դրա համար եմ ասում, սա հստակ հիբրիդային պատերազմ է եւ օրինակ մեր խոսակցության սկզբում մենք խոսեցինք նարատիվների, խոսույթների մասին, գանք Արցախին, հետո գանք հիմիկվա զարգացումներին, Արցախի հարցում մենք առաջնահերթ պարտվել ենք հենց խոսույթների պատերազմում, նարատիվների պատերազմում։ Ինչու մենք հանկարծ արթնացանք, մեկ էլ հասկացանք, որ մեր շրջապատում ապրում են մարդիկ, որոնց ուղեղում ադրբեջանական ճակերտավոր ճշմարտություններ են, որոնք մտածում են, որ այդ հողը Ադրբեջանին է պատկանում ու ծափահարում են Նիկոլ Փաշինյանին, որ նման հայտարարություն է անում։ Սա լուրջ խնդիր է։ Հա, ես հիշում եմ, երևի շատերը տեսած Տիգրան Աշենից մի կնոջ խոսույթը, այո, քստամնելի խոսույթը ու դες օրինակ ես նայում եմ արցախցիների մեջ ես չեմ տեսել նման բան արցախցիները ոնց որ իրանք չեն հաշտվում այդ ամենը ու ես որ նայում եմ Տիգրան Աշենցին այդ խոսույթով որ խոսում է չգիտեմ էլի բայց ու մարդիկ կան որ գիտես ինչ դա ինձ ջղայնացնում մարդիկ ասում են այ որ Նիկոլինան ընտրել իրենց հասում բան ժողովուրդ մենակ Տիգրան Աշենցիների խնդիրը չի դա բոլորիս խնդիրն է ու Տիգրան Աշենցին թեկուզ բոլոր Տիգրան Աշենցիները համաձայն լինել հանձնելուն այդ բոլոր հայերի խնդիրն է Հայաստանի Հանրապետության խնդիրն է սա լուրջ հարց է սա իսկապես լուրջ հարց է երբ որ պետության մեջ մարդիկ չեն գիտակցում որ օրինակ եթե Սյունիքի նկատմամբ մեկը ոտնձգություն է դա սյունեցիների խնդիրը չի այդ տարածքը պաշտպանում եք պետություններ չենք պետությունների մեջ սա մի ամբողջական օրգանիզմ է եւ այդ ճանապարհը կրկնում Հայաստանի հյուսիսը հարավը կապող ճանապարհ է միջ պետական մայրուղու վրա գտնվող մի բան էլ ասեմ օրինակի համար որ հանձնեցին ճանապարհել են չէ հանձնելու դեպի այն ճանապարհել են հանձնելու դրա հետ այսինքն պետքա հստակ Հայաստանից տարածք են հանձնելու որ Ադրբեջանը կապուղի ունենա այդ տարածքի հետ կապուղին ամենայն անգամ Նախիջևան եթե բան լինի ես վախենում եմ պատկերացնել որ երկու կողմից այսինքն իրանք մի հատ էլ միջանցք ստանան Հայաստանով նո այսինքն տրիփի մասով ճիշտ է շատ է այդպես խոսակցությունների բանը ես այս պահին այն չեմ կոչի միջանց մինչև բարձ չդառնա իրականության մեջ ինչ է այնտեղ կատարվում Իսկ թվում է իրանք էլ այդ հարցում շատ անորոշություններ կան եւ խելակցի բանակցությունները կարան դա վերածեն հնարավորության տգետ բանակցությունները կարան դա վերածեն իսկապես միջանցքի խնդրի ես կարծում եմ որ պետք է այնպեսի բանակցություն առնվազն գնա որ տիրապետողը ամերիկացիներն որ այդ բաժնի իրենց բաժինը որևէ դեպքում իրավունք ունենան երրորդ կողմի վաճառելու կամ Հայաստանի վետոյի իրավունք ունենա առնվազն այդ մասով բայց մի խոսքով այս տրիփը դեռևս մի կողմ թողնենք բան խոսենք մեր հանրաքվեի մասին գալիք որը Ալիևյան հանրաքվեի մասին խոսենք որի մասին խոսակցությունները բավականին էլի ակտիվացել են, այս վերջերս էլ հենց կարծեմ Մարուսյակ Ջուլհակյանն էր հայտարարեց, որ այո, անկախության հռչակագիրը հեռացվել է սկզբնաբանից։ Ու նաև ես Ալիևի սահմանությունը ոչ միայն այն բանով եմ նայում, հա, ու իդեպ ասեմ, ես հենց այս Նիկոլ Փաշինյանը որ հռչակում է, չէ, 4-րդ հանրապետության մասին, ես պնդում եմ, որ 4-րդ հանրապետության հիմնադիր հայրը Ալիևն է, այստեղ մեկ էլ այդպես ծիծաղելի բան եմ մտածել հումորով ասում եմ երևի սնուցող մայրն էլ Նիկոլ Փաշինյանն է այսինքն այստեղ մի հատ իրավիճակ ենք ստանում որ պարտադրվում է մեզ հանրաքվե այդ հանրաքվեի շրջանակներում նաև Նիկոլ Փաշինյանն արդից օգտվելով հաստատապես իր իշխանությունը ամրապնդող շատ դրույթներ է մտցնելու սահմանադրության մեջ այսինքն իր ավելի հարմար կոստյումը որ այսպես Սերժի կոստյումը վերցեցինք հակավ դուրը եկավ իր հակով եղավ հիմա էլ ինքը ավելի հարմար կոստյում է իր համար կարում էլի ավելի այդպես բան անում օրինակ ինչ ես կարծում հենց մեկը պարտադրանքի մասին ինչ ես մտածում ընդհանուր մնացած բովանդակության մասով Դե նույն Նիկոլ Փաշինյանը հենց 3 ազգային ժողովում ասել է որ անկախության հռչակագիրը Հայաստանի Հանրապետությունը ուրանալու մասին է որ Հայաստանի Հանրապետությունը անկախ պետություն չպետք է լինի չի կարող որևէ երկրում որևէ երկրի ղեկավար նման հայտարարություն անել անկախության հռչակագրի մասին Պատկերացնում եք Ամերիկայում մեկը տենց բան ասեր, բայց ցանկացած երկրում մեկը տենց բան ասեր։ Կամ Նիկոլ Փաշինյանը ով է որ հանրապետությունները թվարկի, ինքը իրան ում տեղն է դրել։ Այդ ամբողջ որոշումը հանրաքվեով հռչակվել է 90 թվականի հստակ անկախության հռչակագիր կա հանրաքվե եւ այլն։ Դա մի ամբողջ ժողովուրդ իր քվեով որոշել է։ Դա Լևոն Տեր-Պետրոսյանը չի որոշել այն ժամանակ կամ բացառիկ լեգիտիմություն ունի այնքանով որ կարծեմ 99.5% մասնակցություն է եղել, որը 99
Չէ, 95% մասնակցություն, 99.5-ը այո ասել այո ասել ու այս մարդը ով որ անգամ չունի 50% քվեների, սահմանադրական մեծամասնություն չունի անգամ։ Ու այդ 49%-ը շատ կասկածելի ձևերով է ստացել դեռ մի բան էլ Բարգավաճ Հայաստանի մանդատներն են մեջ արել, հիմա էլ իրենք խոսում են բանի մասին, այդ Նիկոլ Փաշինյանը խոսում է պաշտոնական գաղափարախոսության ներդնելու մասին։ Տեսեք, ես էլի վերադառնամ իմ նախնական մտքին հիբրիդային պատերազմի։ Օրինակ, ես կարծում եմ, որ հանրային դաշտում մեր առհասարակ չպետք է 4-րդ հանրապետության թեման քննարկենք, անկեղծ եմ ասում, որովհետև դա ինքը իրանով որոշել է։ Իրանք տնեցիկով մի հատ ոդկաստ էին անում դրա մասին խոսում, տեսան ոչ մեկ բանի տեղ չի դնում, հետո սկսեց հիմա եկավ ես որոշել եմ, որ սա ասեն, դու չես կարող դա որոշես։ Դու ոչ մեկ ես որ դա որոշես։ Դու ընդհանրապես Հայաստանի Հանրապետության ղեկավարներից մեկն ես, որը ինչ որ պահից իշխանությունից հեռանալու է։ Ոնց որ հեռացել են բոլոր նախկին 3 ղեկավարները։ Չի ուզում հեռանալ։ Դե ինքը շատ բան կարա չուզի, անխուսափելի է այդ ամեն ինչը։ Չեմ կարծում Ստալիններ ուզում հեռանալ, Հիտլերներ ուզում հեռանալ, Բերյաներ ուզում հեռանալ։ Այդ մարդիկն այնց արագ է իրանց կյանքերը ճակատագրամ չգիտեմ, մերձավոր արևելքի շատ ղեկավարներ, դիկտատորներ եւ այլն, դա այնքան արագ կարա պատտվի։ Ոստի ինքը այս ընտրությունները ով sense կեղծելով, խափելով, փաստացի վախեցնելով մարդկանց պատերազմով եւ այլն, ինքը եթե ԲՀԿ-ի մանդատները չխլեր, ինքը անգամ խորհրդանակ այն մեծամասնություն, այո, չէր կարող դատախազ նշանակեր եւ այլն, շատ նշանակումներ չէր կարող անել, շատ օրենքներ, սահմանադրական օրենքներ չէր կարող անցկացնել։ Բայց մի բան նշեմ, իդեպ, նկատում ես, որ Նիկոլ Փաշինյանը այս վերջից անդադասում մենք լեգիտիմ ենք։ Ես չեմ հիշում, որ նախորդ բանի ժամանակ ինքը այդքան ասած լիներ, մենք լեգիտիմություն ունենք։ Ինքը իրան ուզում է համոզի երևի։ Հա, որ ինքը փորձում է հավատա դրան, ու մեզ էլ հավատացնի դրանում։ Ես կներես, չգիտեմ դու կարդացել ես Ղազարաս Աղայանի Եղեգնուհի հեքիաթը, թե չէ։ Չես հիշի։ Ուրեմն այդ հեքիաթի մեջ շատ հետաքրքիր բան կա, երբ ինչ որ պրինցը փորձում է գտնի այդ աղջկան եւ այլն, այդ արքայազնը sense-նենց, ու ոմն բոշա սպանում է թե ինչ որ կորցնում է այդ աղջկան, կանգնում է այդ աղջկա տեղը Եղեգնուհու, ասում է՝ «Այ որ ինձ էս տաս, ես կսիրունանամ, ձուկ տաս, էս տաս, շորսես թվարկումը, ես հեսա կսիրունանամ»։ Ինձ էս ամբողջ գործընթացը այդ բոշայի պատմությունն է հիշեցնում, դա բոշան չի կարա սիրունանա, ինքը ուղղակի խափում է դիմացինին ու այսպես ասած նոր զիջումներ է կորզում։ Մենք այդ հեքիաթի մեջ ոնց որ ապրենք, այ որ էս էլ բան անենք կստորագրի, այ որ էն էլ անենք ընդհանրապես Ալիևը թուղթ ստորագրելը ոչ մի շահագրգռվածություն ձեզ հետ չունի, որովհետև ինքը խախտում է նախաստորագրված թղթի բազմաթիվ դրույթներ եւ ինքը ոչ մի պատճառահետևանքային ոչ մի հետևանքների չի առերեսվում։ Որն է Ալիևի շահը։ Դուք ձեզ դրել եք Ալիևի բռում, դուք այդ որ ասում եք կզսնեմ, ես այսօր գրել եմ, դու թիվ 1 կզածն ես Ալիևի առաջ։ Դու պարտված ես քո հոգով, սրտով ու մտքով։ Դու կարծում ես, որ դու չես կարող անգամ շնչել ու արտաշնչել առանց Ադրբեջանի կամքի, դուք եւ ձեր ողջ քաղաքական ուժը։ Ու ինչի եք դուք այս սահմանադրության թեման բերել, որովհետեւ պետության մասին մտածող գործիչը անգամ պարտված կասեր, գիտես, նույն Իլհամ Ալիևին իմ ժողովուրդը փաստացի չի տվել ինձ այդ քվեն, ես այս բան չեմ կարող այդ թեմային անդրադառնամ։ Ես պիտի գնամ ուրիշ հարցերով զբաղվեմ։ Պետքա էս ունենք։ Գնան նույն միջազգային են կասել, դե տեսնում եք, չի տվել, ես գնացել եմ ընտրություն, ես չեմ ստացել այդ մեծամասնություն։ Բայց ինքը ասում է, չէ, ինչ եք ասում, ու ինչի ենք դա անում, որպեսզի մեզ բոլորին ստիպի դառնալ Ալիևի առաջ կզած, որպեսզի մեր բոլորին մտցնի այդ պարտության խարանի տակ, որ մենք հավաքական առումով երբեք դրանից դուրս չգանք, որ ինքը այլևս իրեն պարտված չհամարի եւ իրեն այդ պայմանները ընդունած այդ կամակատարը դարձած չհամարի, որովհետեւ ինքը հոյակապ գիտի ինքը ինչ արել։ Ինքը բոլորից լավ գիտի իր արածները։ Դրա համար ասում է բաներ անթույլատրելի, մեզ բարկացնող, մեր բոլոր տեսակ կարմիր գծերի եւ արժեքային համակարգերը խեղող, որովհետեւ ինքը փորձում է այդ ամբողջը վերցնի, քսի կներեք, քսի մեր վրա, որ դուք էլ եք այդպեսին, որպեսզի այդ ֆոնին ինքը իրան լավ զգացի, դե բոլորը այդպեսին են, ինձ ինչ եք ուզում։ Այդ ձևով ինքը այդ ամբողջից պատմականորեն կմաքրվի։ Ինքը պայքարում է այսօր ապագա պատմության դեմ։ Ես համամիտ եմ։ Ուղղակի այստեղ մի հատ հարց է գալիս, որ ցանկացած դեպքում ես համոզված եմ, որ թեկուզ եւ կարող է այսպես ասենք ինչ-որ կետում ինքը կարծի որ հաղթել է, հաղթանա կատարել, բայց ցանկացած դեպքում հետագա սերունդների մոտ այդ ռեֆլեքսիան լինելու է, էլի, այսինքն որովհետեւ այն ինչ ինքը մեզ ուզում է տալ, դա խորթ է մեր էության, դա մեր ինքնությանն է խորթ։
ցանկացած դեպքում այդ ինքնությունը ինչ որ պահի գլուխ է բարձրացնել, որովհետև մեզ օրինակ սովետական կարգերում են մեր ինքնության դեմ շատ բաներ փորձել հրամցնել ու այդ սարսափազդու կարգերի դեմ հայ ինքնությունը մեկը գլուխ է բարձրացրել ու դա 80-ի շարժումը հենց դրա մասին է նաև եղել ու ընդհանուր առմամբ երբ որ Դες Նիկոլ Փաշինյանը շատ շահարկում ասում է, այդ ցեղասպանության թեման ոնց ստացվեց, որ բարձրացավ։ Այդ ցեղասպանության թեման մարդիկ պարզապես իրենց խոհանոցներում էին տասնյակ տարիներ քննարկում, այդ չի մոռացվել, պարզապես թե պատմական այդ շրջանը համընկավ, թե Սովետի ու Թուրքիայի միջև հարաբերությունների բանը, ինչ որ կետ համընկավ, որտեղ ոնց որ սովետական միությանն էլ սկսեց ձեռ տալ, որ այդ թեման խոսվի, արդեն բարձրաձայնվի հանրային ու դա այդպես ստացվեց, դա երբեք չի մոռացվել, այդ այնպես չի, որ մենք մոռացել ենք, մենք հաշտ էինք ցեղասպանության հետևանքների մնացածի հետ ու եկավ Սովետը մեզ հիշեցրեց, որ մենք այսպիսի բան ունարել, մենք ասենք հայելի ճիշտ է։ Դե դրանք համընկնում են առհասարակ Խորհրդային Միության հետ, որոշակի ազատությունների, որոշակի խոսույթների բացման հետ։ Դա մենք մենակ մեր առումով չպետք է անենք, դա տարբեր խորհրդային հանրապետություններում ընդհանուր զարգացումների ֆոնին է առաջանում։ Ցույց է տալիս, ինքը ուզում եմ ես համոզել, որ իբր թե կայսրությունն է մեր մեջ նաև դրել Արցախյան շարժման այդ արմատները, որ մեր բայց դա հենց բնական դա օրգանիկ, որ ինքը ասում է, դա օրգանիկ հենց ժողովրդի իղձերից դուրս եկած բան էր։ Նույն ձևով շարժումներ առաջացան կրկին խորհրդային միության տարբեր հատվածներում Արցախյան շարժումը մենակ չէր այդ առումով ինքը այդ ամբողջ շղթայի մի մասն էր ընդհակառակը խորհրդային միությունը ամենձև ճնշել է այդ ամեն ինչը մեր մեջ խորհրդային միության որոշմամբ է Նախիջևանը տրվել Ադրբեջանին փաստացի խորհրդային միության որոշմամբ Լեռնային Ղարաբաղը դարձել ինքնավար մարզ Ադրբեջանի կազմում եւ բացառապես Նժդեհի պայքարի շնորհիվ Սյունիքը մնացել Հայաստանի մաս եթե դա դրվեր է ժամանակվա խորհրդային իշխանությունների վրա մենք կարող ենք անգամ Սյունիքից զրկվել։ Տեսեք 100 տարուց ավել, 1 դարից ավել է անցել, մինչև հիմա Ալիևը Նժդեհի անունը տալիս է ու բողոքում է։ Այդ դու այդպիսի գործիչ կարաս լինես պատմության մեջ, որ 100 տարի հետո քո ճշնամիներն ու հակառակորդները քեզանից դիսկոմֆորտ ապրեն, այսպես ասեմ։ Այդպիսի գործեր կարաս անես ու կարաս լինես այնպիսի, որ դու դառնաս տենց քո հակառակորդի մորքուրի գանձը ասես, լավ է, սրան ունեմ էլ ինչ պետք է, ագնը ինչի եմ պահում են, իրենք իմ գործը անում են էլի փաստացի։ Ու անգամ ընդհանուր առմամբ գիտես ես մտածում բոլոր հարևանները պետք է շատ ուրախ լինեն իրենց համար, որովհետև ես վերջերս էլ բարձրացած որ Լորին էլ վրացական է եղել էլի, ասենք, ու այդ ամենը հնչում է այնտեղից, ու գիտես ես հիշում եմ նաև Ալեն Սիմոնյանը իր հարցազրույցներից մեկի ժամանակ, երբ որ հաղորդավար ասում է, բա մենք այսքան ցավ ենք տեսել, այսքան բան ինքը ասում է, ինչ ադրբեջանցիք չեն տեսել։ Ինչ ադրբեջանցիները չեն կարող խոսեն, բա դու ինչի համար ես դու պետության ներկայացու շատ հաճախ հնարավոր է պետությունը ինչ որ հարցեր լինի, որ դու պիտի պետությունը ցանկացած դեպքում պաշտպանես ու թա թեմաներ կա, որ անգամ չպիտի խոսես, որովհետև դու ես պետության ծառայողն ես, դու ես պետության շահերն ես ներկայացնում, իսկ իրանք ոնց որ դարձել են Ադրբեջանի ներկայացուցիչները ու մեզ պատմում են, վայ թե ինչ տխուր պատմություն ունեցել ադրբեջանցիները ու ադրբեջանցի մայրն էլ է մայր վերջի վերջո։ Բարև ձեզ, բա մենք օրինակ ամեն օր տեսնում ենք մեր մայրերը ինչի մեջով են անցնում ու մեր մայրերից մեկի օրինակի համար մեր զինվորների, մեր հերոստեղեքի նկարները, որ ջնջում են, Հայկ Ազմկրչյանի մայրը ռեպորտաժ էի տեսում, շատ էսպես իմ վրա ազդեց, որ իր մայրը ասում է, անցնում էի պատկերի կողմյան բարևում գնում էի, ասում է հիմա ջնջվածը չկա ու ես մտածում եմ օրինակ ինչ կարգի են թքած ունեն ամեն ինչ էս պետության համար իրանց զավակներին տնած հա որովհետև զուտ մենակ այդ մի մարդու որ ինքը ասում է որդուն բարևում այդ դրա համար այդ պատկերը պետք է մնար լավ բարեկարգում եք ասում ջնջել եք ինչի չեկաք վերադարձնեիք նկարեիք նորից Ինչն է խանգարում կամ չէիք նկարում, օրինակ դուք ասում եք, որ դա, չգիտեմ, համահունչ չի Երևանի բանին, ես օրինակ մտածում եմ, ինչի՞ մի հատ սիրուն, օրինակ բազալտից բան չեք տնում, որ պաստառներ ա լինում սիրուն սարքած, մետաղից կամ օրինակ ինչ-որ մի հատ կարելի է պատկեր դարձնել հետաքրքիր համաշունչ համ Երևանի դիզայնին համահունչ լինել, համ էլ հիշեցել են այն ուսանողներին, որ գնում են դասի, իրենք տեսնեին այդ պատկերը, տեսնեին կյաժի պատկերը, ով որ այսպես մի հատ շատ լավ այսպես պատգամ է մեզ թողել ինքը ասել այդ հողերը տվողներին ինչ է էլի հասնում այսինքն մեզ բարձրապես մոռացնել են տալիս մեր իրական Սամվել նենց քան շատ հետաքրքիր հարցեր է շոշափում որ դժվար է կարճ ժամկետներում բանանել խոսացիր այդ մեջբերում արեցիր Ալեն Սիմոնյանից առհասարակ մի
իմ կարծիքով ոչ առողջ երևույթ կա մեր հանրության մեջ, օրինակ մարդիկ կան, չէ, ինչ որ Ռուսաստանին հավանում են կամ համակրում են, ոնց որ ռուսից ռուս լինեն, հենց են խոսում։ Հենց է Ռուսաստանի շահերը պաշտպանում, ասես լավ կպաշտպանի էլի ինքը իր շահերը։ Դու միշտ քո դիտանկյունից նայ։ Նույնը կարա լինի այլ պետության ռակուրսից, չգիտեմ, Իրանի, Միացյալ Նահանգներ, կարևմտամետներ ունենք, հենց էս նայում, ասենք ասես մի հատ եվրոպացի տես չի խոսա երբեք արևմուտքի մասին, ինչպես իրենք են խոսում։ Հիմա այս մարդիկ էլ ադրբեջանցուց ադրբեջանցի են դառել։ Իրենք մեր հարկերով վճարվում են, որ մեզ թելադրեն ադրբեջանական խոսույթներ, իմ համար դա կոլաբորացիոնիզմ է։ Իմ կարծիքն եմ ես ասում, ես որպես պատմաբան, որ տեսնում եմ նման երևույթն է, ասենք նույնը եղել է Վեյմարյան կառավարությունը ֆաշիստների օրոք։ Ես էի ուզում ասել մեջ բերել։ Ուղղակի մեր բախտը չի բերել այն հարցում, որ մենք Դեգոլի նման տենց ընդգծված անհատականություններ չունենք այս պահի դրության պատմությանում, ինչ որոնք այդ խնդիրներին լուծում կտան։ Չեմբերլենը ինքը ինչ էր ուզում էր հաշտեցում գտներ ֆաշիստների հետ ու ամբողջ այդ բանը Չերչիլի բանը, որ ասում է, որ դու իբր պատերազմն ես սպանանում, ստանում ես եւ պատերազմ եւ խայտառակություն։ Ու իրապես դա այդպես է։ Ես օրինակ հասկանում եմ, այո, Հայաստանը բավականին բարդ պարտություն է կրել 44 օրյա պատերազմ եւ ասել, որ այդ ամբողջը բացառապես Նիկոլ Փաշինյանի բանն է։ Դժվար է ասել, որտեվ այնտեղ շատ գործոններ կան, բայց այսօր ինքը փաստացի դա ամբողջությամբ իր վրա է վերցնում, ասում ես հատուկ եմ սա արել։ Դուք խոսում ասում եք Հայկազ Մկրտչյանի մայրը, որը ծանր ապրումներ է ունենում այդ դրվագից։ Դուք պատկերացնում եք այն բոլոր մայրերի վիճակը, որոնք լսում են, որ ասում է զոհերով թե առանց նույն վիճակը կլիներ։ Հա, բայց դրանից հետո էլ ասում է իրանք զոհվել են, հետո ոնց որ ինք հասկանում որ արժե զրկելը ոնց որ շատ ծանր չէ, շատ բայց ինքը այդ արտահայտությունը արել է։ Ինքը այդ արտահայտությունը ազգային ժողովի ամենից արել է։ Իսկ հետո ասում է, բայց ինքը փոխել է, չէ՞ մի քանի անգամ հետո խոսի, հետո ասել է մեր այս նահատակները նրա համար էին, որ մենք պետականության հնարավորություն ստանանք, ինչ որ այսպիսի հեքիաթներ է հետո պատմում։ Չէ, ինքը շատ հեքիաթներ կարող է պատմի, բայց ինքը փաստացի գնացել ու այդ ամբողջից հետո ասել է զոհերով կամ առանց կլիներ նույն վիճակը։ Նույնիսկ հայտարարությունի, որ ես ունեի տեսական հնարավորություն, այդ պլյուս մինուսը մի կողմ։ Այդ ամբողջից հետո գազ քո նախընտրականում կանգնես, ասես, այդ հող ինչով էր մերը չէր, ու մի 5 հոգի տես ծապ տան քեզ։ Դուք հասկանում եք, որ սա այլևս քաղաքական ընտրություն չի, սա քաղաքակրթական ու բարոյական ընտրություն է։ Սա վաղուց էլ քաղաքական չի։ Ինչի օրինակ վերջերս տենց ընկերական շրջապատում զրուցում ենք, ասում ենք նախկինում նույն մեր ուսանողական տարիներում մենք շատ տարբեր քաղաքական հայացքներով մարդիկ էին, դաշնակցական, չգիտեմ, տարբեր, բայց մենք երբեք խնդիր չենք ունեցել իրար հետ նույն սեղանի շուրջ նստելու։ Մենք կարող ենք բանավիճել, չընդունել կարծիքներ կամ ընդունել մի խոսքով, բայց մենք շարունակում ենք մնալ ընկերներ։ Այսօր դու չես կարող ընկերություն անել մեկի հետ, ով քաշքշում է զոհվածի մորը կամ քրոջը։ Չեմ կարող, ես չեմ կարող դա անել, ես չեմ կարող ձեր հետ նստել նույն սեղանի շուրջ, որովհետև ես ձեր հետ ունեմ ոչ թե քաղաքական տարակարծություն, այլ բարոյական ու քաղաքակրթական տարակարծություն։ Դրա համար այդ շրջանակները շատ նեղանում են։ Մենք խոսում ենք, ասում ենք, չի ստացվում էլ։ Դու մաքրում ես այդ, ես չեմ կարող մեկի հետ հաշտ լինել, ով ասում է դե լավ, նորմալ է, թող գնա եկեղեցու դռները ջարդեն։ Նորմալ է դա ինձ համար։ Ասում է, ինչի՞ չես զոհվել Արցախցուն, որ այո։ Արցախցու մոր վրա, դու Արցախից դուրս եկած երիտասարդ կնոջ վրա, նստած մետրոյի վագոնում, դու գոռում ես։ Դու գոռում ես որպես բռնարար։ Ասում ես փախած։ Այո, դու նրան կոչում ես փախած։ Ու հետո Սույն Մարտու տիկինը խոսում է կանանց իրավունքների պաշտպանության մասին։ Մի խոսքով։ Դա ավելի դաժան թեմա է։ Հա, իհարկե շատ դաժան թեմա է։ Ուրեմն կուզեի այս մեր խաղաղության դարաշրջանի այս բանում սահմաններում այսպեսի մի հարց տալ, ըստ քեզ Ադրբեջանը ինչ որ պահի ռազմագերիներին հայ պատան գտնվող Ադրբեջանում, այս Նիկոլ Փաշինյանի ասած անազատության մեջ գտնվող անձանց բաց թողնելու ինչ որ մոտիվացիա ունենալու, բաց թողելու է ընդհանրապես ըստ։ Իսկ Հայաստանի կառավարությունը ուզում է, որ այդ մարդկանց բաց թողնի։ Ես կարծում եմ, որ ոչ։ Ես էլ չունեմ, ես չեմ ուզում տենց բան հստակ ասեմ, ես ամենայն դեպս կարծում եմ, որ այդ իրենց թվայցալ մենք լուր ենք աշխատում, տակից ենք աշխատում, եկեք փաստերին նայենք։ Չգիտեմ ոնց եք աշխատում, բայց փաստական այդ մարդիկ տևական ժամանակ բակվում են եւ անցած տարվա օգոստոսի 8-ին այդ որ տենց օվալաձև սրահում ծափահարությունների ներքո դարաշրջան էիք հիմնում,
Նույն Թրամփը ասաց, ես գիտեմ 19, չգիտեմ 23-եր են պահին, հետո տերորիստների հետ փոխանակում են էլի մեր գերիներին, ու դա համարում են գերիների վերադարձ, ինչևէ։ Ասում եմ, ես որ Ալիևին ասեմ, ինքը ինձ չի մերժի։ 1 տարուց ավել է անցել։ Ինչի Ալիևին չի ասել։ Նիկոլ Փաշինյանը զանգել խնդրել է, ասել է, բա ասացի, բայց պետք է ասա։ Բայց պետք է ասա, իմ համար պետք է հանրության մեջ դա խնդիր է առաջացնում։ Փոխարեն ինքը կարող է անի հայտարարություններ, որոնք նույն Ռուբեն Վարդանյանի համար, ասենք Բաքվում նստած, ասենք նայես ասես ինչ ես խոսում առհասարակ։ Մենք պիտի պարզենք, մենք պիտի ինչ պիտի պարզենք, պիտի պարզենք դու որտուց եկար մեր գլխին ընկար։ Մենք պիտի պարզենք ինչ ես 8 տարի սիստեմատիկ քանդում ես պետություն, ինչ ես տվել, չես կարմար։ Այդ դրանք մենք մի օր պիտի պարզենք անխուսափելիորեն։ Բայց ինչ վերաբերում է քո ասածին, այստեղ ես տեսնում եմ մեկ ուղղություն, դա միջազգային հստակ հանրային ճնշումն է։ Ընդ որում եւ ներսում հայ հանրությունը պետք է շարունակի այդ թեման արթուն պահել եւ խոսել դրա մասին։ Եվ միջազգային առումով այդ ճնշումը պետք է լինի Ադրբեջանի վրա։ Որպես ադրբեջանական դաշտը մոնիթորինգ անող մարդ, ես պետք է ասեմ, որ այո, իրենց այդ թեման անհանգստացնում է։ Իրենք այդ ամբողջ դատավարությունները, չակերտավոր դատավարություն փակ են արել, ոչ մի հրապարակային նյութ չկա, ամբողջ նյութը ուղղված է բուն Հայաստանի Հանրապետության դեմ, դեռ ինչ որ համապատասխան թվեր են նշել գումարային եւ այլն, ու այս ամբողջ Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված գործ է։ Եթե մենք խաղաղության գնայինք ենթադրյալ, առաջին հերթին այս թեման պետք է փակվեր։ Ուստի ես կարծում եմ անկախ իշխանությունների այսօրվա դիրքորոշումից մենք հանրային քաղաքական գործիչներս պետք է շարունակենք այս թեման շատ ակտիվ պահել դաշտում ու խոսել դրա մասին։ Միանշանակ ես կարծում եմ, որ իրենք խնդիր ունեն, քանի դեռ մենք խոսում ենք, պետք է չլռել, կա շարունակել խոսել, պետք է շարունակել այդ գաղափարները տարածել, որովհետև այս պայդրությամբ նայում ենք մեկ իմ մոտ պարուսն որ ես այնքան մենակ եմ, որ ասենք շուրջը բոլորը այսպես համակերպված են, բայց մենք այդ պահի տակ որ դիմավորում էի քեզ, այս դրսում մեր երիտասարդներից մեկը երևի, չգիտեմ, 16-17 տարեկան մոտիկացել խոսում էր, զգում ես, որ իրան հարազատ է այն ինչը որ դու ասում ես, ու դու տարում ես, որ կա հույս։ Միանշանակ կա, նույնը ես եմ ունենում, երևի քեզ հետևողները տարիքով ավելի երիտասարդ են, ես հիմնականում Facebook-ում եմ, այնտեղ տարիքային խումբը մի քիչ բարձր է, բայց ես էլ պետք է ասեմ, որ կան շատ իրական, շատ նորմալ, շատ կարգին մարդիկ, որոնք շատ սրտացավ են այս պետության համար, շատ շնորհակալ են լինում մեզ հենց խոսելու համարձակության համար, մեկը կարող է ասի դե լավ խոսում ենք ինչ օգուտ, բայց չէ որ խոսույցից է սկսվում ամեն ինչ, չէ որ եթե ինքը շարունակ խոսի ու տեսնի որ դրան դիմադրություն չկա, դե ուրեմն ամեն ինչ նորմալ է։ Ինքը ինչու, ինքը նույն 49%-ը կեղծելով ինչի այդքան հավաքեց, այդ խոսացողների ջանքերի, տարբեր ջանքերի հնարավորությունների շնորհիվ, հակառակ դեպքում ասեն դե էսա։ Երբ որ մարդիկ նայեն ու ասեն հանրային դաշտում ոչ մեկ չի ուզում դրա մասին խոսել, դա ուրեմն դա նորմալ է։ Մենք թույլ չենք տալիս, մենք մեր հնարավորության սահմաններում թույլ չենք տալիս նորմալիզացնել։ Մենք նաև պետք է հաշվի առնենք, որ մեր դեմ խոսքով են հենց պայքարում, չէ՞ նարատիվն են։ Այսօր մեր ուղեղների մեջ ուղեղների համար են պայքարում։ Այսօր Ադրբեջանը նույն Նիկոլ Փաշինյանի միջոցով պայքարում է մեր ուղեղների համար, որ մեր ուղեղներում նորմալ լինի Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումը։ Մեր ուղեղներում նորմալ լինի, որ Բաքվում պետք է մեր գերիներն նստեն, մենք հետ ծապտանք, ասենք խաղաղություն ուզենք։ Մեր ուղեղներում նորմալ լինի պատերազմական բոլոր հանցագործությունները, որ Ադրբեջանը իրագործած, ասենք դե լավ, ինչ միջազգային իրավական հայց հետ քաշի մոռանանք անցնի գնա։ Եվ բազմաթիվ այլ ոչ նորմալ, ոչ բարոյական, ոչ քաղաքակրթական երևույթներ դառնան նորմալ։ Բայց դրանք թույլ չենք տալու, ասում եմ, էլի մեր հնարավորությունները ցավոք սրտի շատ սեղմ են։ Այդ ռեսուրսները չկան, բայց ինչքանով որ կան, մաքսիմալ դրանք օգտագործվում են դրա նորմալը թույլ չտալու համար։ Ու եթե նույն այդ երիտասարդը որ քեզ մոտեցավ, ես տեսա դա այդ ուրախությամբ եւ այլն, եթե կարողանում ես այդ գործը անես, եթե կարողանում ես այդ մարդուն քո խոսքը հասցնես ու իր մտքում ինքը թույլ չի տալիս, որ իր ուղեղում տիրեն ադրբեջանական խոսույթներ, ուրեմն դու արդեն հաջողել ես։ Միանշանակ, շնորհակալ եմ Տաթև ջան։ Ընկերներ, այսքանով մեր այս հրապարակային ոդկասթը ավարտում ենք, բայց Patreon-ում լինելու է բացառիկ նյութ, ես ու Տաթևը կքննարկենք արդեն հենց վերջերս տեղի ունեցած դեպքերը կապված արժում ընդհանրման հետ ընդդիմության ու իշխանության, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի շուրջ տեղի ունեցող ընդհանուր առմամբ Քոչարյանների ընտանիքի շուրջ տեղի ունեցող դեպքերի մասին, դա լինելու է բացառիկ նյութ, հասանելի միայն Patreon-ում, այնպես որ գրանցվեք Patreon-ին, կաջակցեք համ մեր այս նախագծին, քանի որ այն իրականացվում է զուտ եւ միայն մեր ջանքերի միջոցով ու մեզ աջակցությունը ընդհանրապես չէր խանգարի։
Շնորհակալ եմ Տաթև ջան։ Ես եմ շնորհակալ զրույցի համար։ Դե կհանդիպենք արդեն հաջորդ շաբաթ։